Ես ինչ դիտավորը լեյտան հակապետական բաներ են անում, հակապետական չեն էլ ամաչում Ինձ թվում է, որ այս ակցիան շատ տեղին է, շատ և արդարացի ինչու, որովհետև ես որպես այստեղի բնակիչ շուրջ 50 տարի ավել ապրում եմ այս բնակավայրում և ղեկավարել եմ 33 տարի մանկական հիմնարկ մանկապարտեզ այստեղ ոչ մի ձևով այստեղի ժողովուրդը իմ ձևով չեն կարողացել օգնել քաղաքավարի որևէ տրանսպորտից 37 տարի շարունակ և մարդիկ են լազերը որ գալիս են աշտարակի տրանսպորտի այնուհետև փոխեցին են արտաչոր, խարաբար, խրպանդակ, գներեք բարերիս համար հազար ներողություն այն ժողովրդի մեջ մտածակը, որ կախված մարշրուտկաներով գնում էին էլի ես, որպես մարդ, որպես կին և դասախոս 48 տարվա ամեն օր ունեցել եմ դաս Երևանի գույնում, առավոտյան ուղղվել եմ այս տրասի վրա, ներողություն եմ խնդրել դեկանից, ռեկտորից, որ գիտեք, հեռու եմ ապրում, չեմ կարողանում հասցնել ներողություն, բայց վերջապես, այս լույսը շպտաց, Որոշանի ժողովրդի 37 տարի հետո մարդկային քայլ կատարվեց, մեր իշխանությունների կողմից, թե չգիտեմ, մեր տրանսպորտի նախարարության կողմից, մենք այնքան երջանիկ ենք զգում, որ էլ չեմ կարող դա նկարագրել այդ չափը։ Հիմա նորից ինչ-որ օլիգարխներ ուզում են սովորել այս չգիտեմ ինչ ճանապարհով դերել այսօր դնել այդ տրանսպորտ, որը մեզ միայն կտեղափոխի այս կետից ինչ-որ մի կարճ բեկետ, դա աններելի է, դա անընդունելի է, եթե ոչ այսօր ամեն օր այս ժողովուրդը այս բանը չի դուսադարի աշխատանքի, որից երկուսը սիմվանի, երկրորդ 1 կիլոմետր պետք է ճանապարհ գա, 1 կիլոմետր խփում են ներքևում են, որտեղից սկսվում է 29-ը և վերջանում է մանումենտը, չէ՞, մենք սկզբից ենք բացառությամբ մենք ոնց կանք այստեղ հարյուրավոր երեխաներ քաղաքի դպրոցներում սովորում իմ երեխաները ամեն օր կողմերը ստանում են դպրոց վերադարձ բայց ինչպես նրանք կարող են ամեն օր մենք այդ ընտանիքը ծնողի վիճակի է հազարավոր դրամներ դնի, որ իր երեխան գնա կրթվի վերադառնա։ Ծնողը Որոշանում ոչ արտադրական հիմնարկ ոչ մի բան, որ ժողովուրդը կարող է տեղավորվել աշխատատեղ ունենալ։ Նրանք բոլորը կապված են քաղաքի։ Այս ավանը լիովին կապված է քաղաքի հետ։ Եվ ընդամենը 5 կիլոմետր չկա այս տարածքում, ինչ է նշանակում տեղական մարզային տրանսպորտի միջոց, ոչ, սա քաղաքային տրանսպորտի մեջոցի ու որոշումը։ Ներողություն, իսկ ծրագիր ունեք, ինչ եք անելու, եթե ամեն դեպքում ձեր բողոքը չբավարարվի։ Ոչ մեկը, ես ուղղակի պատասխանատու հայտարարությունների, ոչ մեկը այդ դրված ավտոբուսներից չի օգտվելու, այո։ Միանշանակ այո, չեն օգտվելու, մենք չենք թողնի այդ ավտոբուսից մեր ժողովուրդը օգտվի, այո։ ոտքով կգնան, չենք օգտվելու։ Ով են ժամանակ մտածել, ինչ հվում է, որ սա Որոշանի ամբողջ ժողովրդի կարծիքն է, գներեք ինձ, հազար ներողություն եմ։ Վերջ, սա է մեր վերջնական Մեր գյուղը հասա ինչ եք որոշում, հիմա ես չենք հրաժարվում, միանշանակ չենք հրաժարվում և շարունակելու ենք, և խնդրում ենք
շրջում եք այս կազմակերպության ով տրամադրել է տրանսպորտի միջոցը Պրոշանի ժողովրդի վրա լույս է եկել հասկանում եք մարդը ապրում է քաղաքացին որպեսզի քայլի որ գնա հայտարարի ապրուստի միջոց բայց որտեղ հայտարարեմ այս Պրոշան ես պիտի քաղաք գնամ գամ ինչպես Այսինքն ես ուզում եմ հատ հասկանալ ցանոթ հարցում հարցի լուծումը տալու 20-ից համար մինչև այդ գործելու է մինչև հարցի լուծումը չտրվի ես տեղյակ չեմ հա հիմա մեր տրանսպորտի կառավարության որոշ անդամներ այս հարցի լուծման համար մեզանից 20 հոգանոց խումբ են պահանջել մեր պահանջներով մեր Հետա իրանք դալիճը տրամադրելու են մենք գնանք մեր դողով պահանջով եթե չպահանջեն ես այդ կարծիքին եմ եթե չպահանջեն իրանք մեր պահանջը չկատարեն մենք հրաժարվում ենք այդ գազերներից եւ մեր ակցիան ավելի խորացված Այո Դու տեղյակ ես, որ 59 համարը քասախցին պայքարել է ու մնում է 59 համարը մնում է քասախցին պայքարել է ոչ կուլտուրական ձևով ու մնում է տրանսպորտը ջարդել ու մնում է 150 դրամ վճարելով ես կարող եմ երթևեկել 30 կիլոմետր քաղաքից այստեղից մինչև մյուս ծառը Ինչի պետք է Պրոշանի գյուղի ընդամենը, ասենք Երևան քաղաքից 2.5 կիլոմետր է Պրոշանի գյուղը, տոմատիկով։ Մարշրուտի երկարությունը ըստ իրաց գրածի ասում է մոտ 10 կիլոմետր։ Ինչի պետք է Պրոշանի գյուղի բնակիչը վճարի 250 դրամ։ Պատասխանեք իմ հարցին։ Ինչի՞ է։ Եթե Երևան քաղաքի բնակիչը վճարում է 150 դրամ, երթևեկում է 30 կիլոմետր, իսկ Պրոշանի բնակիչը 250 դրամ վճարում է, հիմա պետք է երթևեկում 10 կիլոմետր։ Ու չհասնի իր նպատակետին։ Այո, ասել, չհասնի։ Ինչի՞ հասնելու իր նպատակետին։ Ինչի՞ է։ Ես մտնում եմ հարցին, միջոներ հանդիպում։ Ուղղակի թող այս մասին մտածեին այս 30 տարվա ընթացքում ոչ թե որ հարմարավետ տրանսպորտը մեկից ստացան մի հարցը որոշեց ինչ-որ մեկը կազմակերպություն եթե չեք կարող է հանել իրար գիծը մտնել եթե իրան պատանես գիտակի չաչի համար ինչի համար է պետությունը 75000 աշխատավարձ է տալիս դուք եք նորմալ ինտանես դուրս է գալիս ուսանող ինտանես դուրս է գալիս մյուս աշխատողը ինքը այս ինչով են գնալու եւ քանի տրանսպորտ են փոխելու հաշվանդամ երկու անց տանից երկու կարգի հաշվանդամ ամբողջ ոտքերս կոնստրուկցիայով հավաքած ռայոնը մի օր մտածեց իմ մասին ես միլիոններ եմ դրել որպեսզի կարողանամ քայլել դեղի փող տվեց ինձ այդ ռայոնը մտածեց ես ոնց եմ ապրում տարիներ շարունակ երբ որ ես ապրել եմ ոնց եմ ապրել հիմա ցակել այն դուրը ինչ գնով եմ աշխատել ռայոնը որտեղ է ես գործ ունեմ ռայոնի հետ 20 կիլոմետր պետք է գնամ, երբ որ մի կիլոմետր կեսից ես կարող եմ Երևան մտնել։ 20 կիլոմետր գնամ, որ ես իմ հարցերը լուծեմ, ոչ բժշկություն կա, ոչ ինչ-որ ղեկավարություն կա, որ անձին դիմես, քո անձը պաշտպանելու համար քեզ օգնական լինի։ Ոչ մեկ չկա, մենք ենք մեր տերը։ Մենք ենք մեր անձի տերը։ Մեր ընտանիքը մենք պետք է պահել։ Ռայոնը չի բերում տալիս իմ արելախոտ, որ ես կարողանամ պահել։ Հերիքա ժողովուրդ են գորացնալ։ Պետությունը թող մտածի այդ մասին։ 5 երեխա է դուրս գալիս, մարդի տնից գնում է դպրոց։ Ինչի տերը։ Որտեղ իսկ այդքան տրանսպորտ։ Մեկի զայրը միտեղ հասանելի լինի։ Սա աշխատել մեր ընտանիքների կամիկ, այս երեխաները երեխաները
Ուրա, հլա անոյն կանչիստեղ, անոյն կանչիստեղ, վերիստեղ անոյն, արիստեղ, երկրորդ կայքի հաշվանդամ, էստեղ նայի, ձերքը, ամբողջ որովայնը, բացվածա, ընտանիք չունի, եղբայր չունի, որ պահեն օգնեն, պտի աշխատի, որ ապրի, ինչով ապրում, այդ ռայոնը մի օր վերելա տվել այդքան վիրահատություններն արվել է, Մահամերձ մի ամիս պայքար ենք տվել հանրապետականում, ռայոնը 1000 դրամ տվելա, որ այս մարդին մի հատ դեղ առնեն, ռայոնն ուր էր, միլիոններով պարկ կա վրան դրված, ինչով աշխատի պայք այդ պարկը, Աշխատացը տա տրանսպորտին, 250 դրամ տրանսպորտին, աշխատացը տա դրամ, զորով ասում է դրնեք տունը մի Հազար դրամ տիկնա տրանսպորտին, 1200 Ես այսօր այդ կտրոնը առել եմ, ինձ ձեր եք տալիս ուտել գրամ, հիմա այդ կտրոններ են հարում, ես ինչ արեմ, այդ կարտը առել եմ, Ա